Արարատի Արաքսը գերազանցել է Կիլիկիային։ Մեկնարկեց հանդիպումը, փաստացի երկու ուղեկիր արդեն հայտնի է եւ նաեւ Հայքի հետ Օլիմպիան չհանդիպեց, Հայքը որակազրկվել էր եւ արդյունքում շատ Մարտիրոսյան եւ Իսակ Գաբրիել դուրս չեր եկել գրոհը։ Այն Արցախը շարունակեց գրոհ եւ բացված է հանդիպման հաշիվը շատ արագ Մաշվի մեջ առաջ է անցնում։ Արցախը նորից այստեղ հարցեր կարող են լինել Նարեկ Կիրակոսյանին, Էկովիլի դարպասապահ կրկնապատկերը, այստեղ գնդակը դուրս չէր եկել դաշտի սահմաններից եւ եղավ հարված անդրադարձ ու խանցում դարային հրապարակ հարված էլ եղավ, բայց բարձր են ու դա կարծում եմ ակնհայտ է նաև խաղադաշտում։ Շատ լավն էր փոխանցումը, անցավ նաև դարպասապահին, հետ փոխանցում եւ 2-0։ Չկար խաղից դուրս վիճակ, հրաշալի փոխանցում կատարեց Սեպեր էկրանը։ Իսկ Դոմ Բալոյին արդեն դուբլ է ձևակերպում։ Երբ պատկերը էկրանի փոխանցումը շատ լավն էր, հետո շատ լավ զգաց մրցակցի դարպասապահի դիրքը Մալամ Մոհամեդը լավ պայքարեց Դավիթ Ղանդիլյանը գնդակի համար ստիպեց մրցակցի ֆուտբոլիստերին սխալվել եւ հիմա Էկովիլը վտանգավոր գրոհ է անցկացնում տիրեց եւ հակագրոհի հնարավորություն ունի Էկովիլը զրից փոխանցում եւ այստեղ ամեն դեպքում հասցրեց ու իր սխալը Լեռնային Արցախի ավակը շատ լավ փոխանցում էր, նորից կտրող փոխանցում, նորից վտանգավոր հակագրոհ, բայց որոշեց Կավանեսյան միանգամից Տուգանային հրապարակ երկրորդ հարկում հաղթեց, առաջին խաղակեսում Լեռնային Արցախը հաղթում է Էկովիլին, այդ փիչում 15 րոպեից կվերադառնանք ու կշարունակենք։ Շադրություն հարգելի հեռուստադիտողներ, վերադառնում ենք Free News-ի ուղիղ եթեր ու շարունակում հետևել Հայաստանի գավաթի խաղարկության պաշտոնական խաղացանկի 88 համարով Էկովիլում ֆուտբոլիստ չկար, հիմա ցանուշ կփորձեմ հասկանալ։ Գործեց ամեն դեպքում թե դիրքը թե գնդակը, Էկովիլի ավակը եւ այստեղ կար, կարծես խաղից դուրս վիճակ։ Եթե ոչ, ապա 3-0 եւ հետրիքի հեղինակ է դառնում Դոմ Բալոյի։ Բայց կարծես Բալոյին խաղից դուրս վիճակում էր, իսկ նրա թիմակիցը ոչ, հիմա սպասենք կրկնապատկերը, ոչ ամեն դեպքում չկար խաղից դուրս վիճակ, առաջին դիրքից տպավորությունները այդպեսին, բայց արդեն Եվ 4-0 Լևոն Աղեքյանը այս անգամ օգտագործեց իր պահը Շատ էր տարվում անատական խաղով Աղեքյանը Իշեք նրա դեղին քարտի դրվագը մի քանի մրցակցի հետ պայքարում որոշեց միայնակ գործել Իսկ այստեղ ստացավ Նարեկ Հակոբյանը մերժեց նրան Մարտիրոսյան փոխանցում Տուգանային հրապարակ եւ Հետ փոխանցում ստացվեց արդյունքում երկրորդ սեյվը, բայց գնդակը ի վերջո հայտնվում է Էկովիլի դարպասում 5-0 Գոլի հեղինակ դարձավ նաև փոխարինման մտած Սուրեն Արությունյան 5-0 Վարդան Հովսեփյանը հետ ավելի համառային այս դրվագում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները այստեղ Պարզ իրավիճակ էր սխալվեց Էկովիլի դարպասապահ Նույն դրվագում երկրորդ անգամ փրկել թիմին հետո էլ չհասցրեց Գործը իսկ այստեղ քանակական առավելությամբ շարունակում է գրոհել Քիչ էր մեկ անգամ էլ աչքի ընկան Սուրեն Արությունյանն ու Լևոն Աղեքյան Այսքանով Լեռնային Արցախը 5-0 հաշվով հաղթում է Էկովիլին եւ